մեկ միասնություն են, այնպես ինչպես Արցախը, Հայաստանն ու Սփյուռքը մեկ միասնություն են, եւ այսօր այն հանգրվանն է, որ լրջանանք, որ գարենանք վերանորոգել ուխտը եւ միշտ փոցավար բահենք Քրիստափորի, Ռոստոմի եւ Զավարյանի վարած կրակը։ Իսկ մեր օրերում որոնց է ռազմավարական առաջնահերթությունը հայ-հեղափոխական դաշնակցության։ Հիմնական առաջնահերթությունը Հայաստանը հայ բահելն է։ Հայաստանը հերացնել վտանգավոր այս իրավիճակեն, օդարացումը եւ օդարումը Հայաստանը Սփյուռքեն եւ Սփյուռքը Հայաստանեն արգինել եւ առաջ երթալ, որովհետեւ անպայման մենք վերադառնանք մեր ուժին, Հայաստանը բահենք իսկապես անկախ երկիր, Հայաստանի մեջ ազատությունները լան իսկական ազատություններ, մեր ազգային արժեքները պահպանենք, Արցախի մեր ժողովուրդը արդարորեն եւ հբարդորեն վերադառնա իր հայրենիքը եւ մենք շարունակենք մեր պայքարը։ Պարոն Բագրատունի, ասացիք Հայաստանը հայկական պահելուն է, հա, այսօրվա ջանքերը դաշնակցության, բայց դաշնակցության այդ ջանքերը միշտ Սփյուռքում էր այդ դերակատարությունն իրականացնում, Սփյուռքի հայերին հայ պահելով։ Հիմա այն վիճակում ենք, որ Հայաստանի ներսում պետք է հայկականը պահվի, դուք դա նկատի ունեիք։ Անշուշտ, որովհետեւ եթե ցեղասպանության իբրև հետևանք կատարված դերահանությունը եւ Սփյուռքի մեջ հայապահպանման անհրաժեշտությունը կար եւ որոշ համեմատությամբ հաջողեցանք այդ հայապահպանումը կատարել Լիբանանեն մինչև Հերավոր Ամերիկաները, Ավստրալիա եւ Եվրոպա, դաշնակցությունը իր ուղեկից միություններով եւ նաեւ այլ քաղաքական կամ ազգային ուժերով այսօր դժբախտաբար վտանգը կսկարդա նաեւ Հայաստանի քաղաքականորեն ոչ անպայման ժողովրդի ոչ հայ մնալու մասին է խոսքս, այլ Հայաստանը հայկական պետություն մնալու եւ ժողովուրդը հայորեն շնչելու մասին է խոսքս։ Այսօր վտանգված է հայ առաքելական եկեղեցին, տարբեր խոսակցություններ են պտտվում նաև գահակալ առաջնորդի վերաբերյալ, գիտենք, որ 4 բարձրաստիճան հոգևորականներ են կալանավորված, դաշնակցության դիրքորոշումը մի քանի անգամ տարբեր գործիչների հայտարարություններից բարձր ամեն դեպքում ի վիճակի է նաև դաշնակցությունը որպես քաղաքական ուժ իր վրա վերցնել հարվածը, որպեսզի հայ առաքելական եկեղեցի ինստիտուտը չտուժի եւ չկորցնենք։ Բնականաբար, որտեղ մեզի համար եկեղեցին եղած է այն ողնահարը, այն ողնաշարը, որ մեր ժողովուրդը բահած է այն օրերուն, երբ պետություն չունեինք Օսմանյան շրջանին, այն օրերուն, երբ արգելքներ կային եկեղեցիներու թեմ, երբ արգելված էր եկեղեցու գոչնակները հնչեցնել, այսօր նույնգացության մեջ ենք, արվեստական ոչ այսօրվա համար հիմնական նշանակություն ունեցող թերևս պատճառներով, փրփուրներով կհարված ենք եկեղեցականները պաշտպանելու համար եկեղեցին։ Մեզի համար եկեղեցին սրբություն սրբոցն է, եկեղեցին ուր որ ալլա, մեր ժողովրդի ողնահարն է, ողնաշարն է, եւ մենք բարդավոր ենք, մեզի համար հիմնական առաջնահերթությունները մեկն է պահել, պահպանել Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ուր որալ ըլլա։ Էջմիածին, Անտիլիաս, պատրիարքությունները Երուսաղեմի մեջ կամ Կոստանդնուպոլսի մեջ։ Շնորհակալություն։